Անատոլիական թերակղզում եղել են գալեր, գաղիացիներ, գաղաթներ, գալաթներ, գաղաթացիներ, գաղաթեցիներ, մի խոսքով, նրանք եղել են գալեր, արհեստական բանականությունը ինձ ասել էր, որ կոնկրետ իրանք եղել են կելտեր, գաղիացիների մասով, գալերի մասով, հստակ, տենց էլ չիմացա, չի էլ հետաքրքրվել, ուղղակի ինքը գալաթացիների մասին հստակ ասեց, բայց գալերի մասին ոչ, բայց չէ որ գալաթացիներն էլ են եղել գալեր, նույնիսկ նույն ձև են կոչվում, գրեթե նույն ձև շատ նման ձևով, ինչպես սա հասկանալ, ամենայն դեպս, նրանք եղել են գալեր, գալերն էլ ինչ-որ տեղ պետք է մտնեն, ինչ-որ խումբ, պիտի որ կելտեր են, ինչևից է, ամենայն դեպս, գալեր այնտեղ եղել են, գալաթացիներ այնտեղ եղել են, նրանք արհեստական բանականությունն էլ ասեց, որ եկել են Եվրոպայից, ես երբ որ ուսումնասիրում էի ժամանակին քարտեզներ, այդպիսի բաներ, ես հանդիպում էի գաղաթացիներին ու նմանություն էի գտնում անվանման մեջ գալերի միջև, գալերի հետ, ես իմ մտքով նույնիսկ ես տենց ինչ-որ բան եմ հիշում, որ անցավ, որ գուցե սրանք գալեր են, գուցե եկել են Եվրոպայից, եթե գալեր են, պիտի որ Եվրոպայից եկած են, եթե գալեր են, ես այս բաներ էի մտածում, հետաքրքիր է, փաստը մնում է փաստ, որ գաղաթացիները եղել են գալեր և եկել են Եվրոպայից, այսինքն նրանք անցել են, նրանք չեն եկել միջերկրական, չնայած ինչ-որ միևնույն է, նրանք անցել են, մենք հիմա խոսում ենք Բալկանյան թերակղզուց, նրանք անցել են Բալկանյան թերակղզով, այնպես որ նկատի ունեցեք, որ գալերն էլ են եղել այնտեղ, ինչ-որ գալեր, կամ հենց այն գալերից, որոնց մենք գիտենք, տենց, որոնք եկել հասել են այստեղ ու դարձել են գաղաթացիներ կամ արդեն ինչ-որ տենց գալեր են եղել, որոնք արդեն ինչ-որ տենց գաղաթացիներ են եղել, որոնք եկել հաստատվել են այստեղ ու տենց անատոլիական թերակղզում, կամ էլ ինչ-որ չափելի ես, ինչ-որ հետ իրանց ինքնուրույն ինչ-որ յուրահատուկ բան են եղել, ինչ-որ տեղել, ինչ-որ այն այլ ինչ-որ գալերից են եղել կամ ոնց ասեմ ինչ-որ սովորական ինչ-որ տես գալերից ինչպիսին որ մենք իրենց պատկերացնում ենք կամ այն նույն գալերից որոնց մասին դե որոնց ոնց որ ոչ թե ոնց որ սովոր ենք էլի սովոր ենք դրանք են գալերը դե դուք հասկացաք գաղաթացիներ գալեր եկել են այնտեղ եղել դե որ իրանք տենց ուղղակի չեն եկել ուսից քշել հնարավոր է բայց հնարավոր է որ այնտեղ ապրեցին հիմա եթե մենք համացանցում փորձենք գտնել իրանց ինչ-որ հետքեր ինչ-որ բաներ որ իրանք թողել են ինչ-որ կառույցներ ինչ-որ բան են կառուցել քաղաք գյուղ ինչ-որ բնակավայր ապրել են ինչ-որ փոքր բաներ իսենց իշխանություն ասեմ ոնց ասեմ միաժաство տենց բաներ ցույց է տալիս որ նրանք այնտեղ ոչ թե ուղղակի եղել են այլ բնակվել են ապրել են որպես ժողովուրդ ու ուղղակի բնակվել ապրել են անկեղծ ասած ես մոռացա բացի թյուրքերից սլավոններից այլ ինչ-որ մեկը մնաց գաղաթացիներից մենք խոսեցինք գալերից ընդհանուր խոսեցինք տենց ստացվեց էլի որ ընդհանուր կելտերից խոսեցինք դե նաև ալբանացիների լեռյացիների որ
բաները շարժը տեղերով հռոմեացիների, հույների ու դե սկյութները, գոթերը նրանք էլ դակյացիները, թրակիացիները։ Ես եկեք ձեզ չասեմ, որտեղից են դակյացիներն ու թրակիացիներն եկել, որովհետև դա ոչ թե այլ թեմա է արդեն գնում, այլ ուղղակի չեմ սիրում էլի, որ սենց մի բանից պատմում ես ու պատմում ես իր մասնակիցների մասին, ինչ որ տվյալներ պիտի տաս, չէ, հիմա ասենք խոսում ենք Բալկանյան թերակղզուց, պատմում ենք այնտեղ ով է եղել, ասենք դակյացիներ, թրակիացիներ ու ինչ որ տվյալներ մենք իրենց մասին տալիս ենք, որ պիտի տանք, որ իրանք իրար հետ են եկել, բան, որ տենց պարտադիր չէր, տենց պետք էլ չէր, որ ասեի, բայց լավ ասեմ, որ նրանք սկյութների հետ շատ ուժեղ կապ են ունեցել, չեմ ասում նրանցից են առաջացել, բայց դրա նման մի բան, ուցե ինչ որ չափ, ինչ որտեղ առանձին տենց ու եկել են, բայց ոնց ասեմ, չպիտի էլի գնաս, որ սենց խորը կամ սենց ինչ-որ մանրամասներով ովքեր են իրանք, այդ դակյացիներն ու թրակիացիները, բա իրանք սկյութների բաների հետ, սարմատների հետ, բա նրանք ովքեր են, բա նրանք որտեղից են եկել, բա դակյացիներն ու թրակիացիները որտեղից են եկել հենց, հասկանում եք, տենց բաների չպիտի գնաս հասնես դրանց, այնպես որ այսքանով բավարարվեք իսկ սկյութներն ու դակյացիներն ովքեր են ու որտեղից են եկել, մենք դա հետո ենք քննարկելու, նույնը վերաբերում է դակյացիներ, թրակիացիներ, սկյութներ, սարմատներ, բոլորին առանձին, կամ մենք կարանք ինչ-որ խմբեր իրար հետ, կամ որոնք իրար հետ կապ ունեն, իրար հետ քննարկենք, միասին պատմենք, ինչպես արդեն ասել էի, թյուրքերից խոսելու ենք սլավոններից առաջ, թյուրքերն եկել են Բալկանյան թերակղզի միջնադարում, հնարավոր է, որ վաղ միջնադարում է, ես հիմա ինչքան գիտեմ ենքան եմ ասում, մենք հետո կարող ենք խորացնել, թյուրքերն եկել են միջնադարում, օրինակ, ես հիմա չգիտեմ են ժամանակ ոնց են կոչվել, ոնց է արտասանվել, եւ այլն, բուլղարները, որոնց անունով կոչվել է ներկայիս Բուլղարիայի տարածքը, ոչ միայն Թրակիայի այն սովորացված տարածքները, որ եթում է այնտեղ սենց գետով եթում է Ռումինիայի ինչ-որ տարածքներ են մտնում մեջը, ասենք, բանի, նաև Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, ներկայիս բանը, Թուրքիայի եվրոպական մասը, Հունաստանից տարածքներ, այն տարածքները, որոնք Թրակիային են եղել կամ գրեթե բոլոր այդ տարածքները բացառությամբ ասենք որոշ մասերի ու կղզիների կամ կղզիներն էլ, իսկ այն մասերը ոչ կամ նրանք էլ մի խոսքով այսպես, այդ տարածքը սկսել է կոչվել Բուլղարիա, ես կարծում եմ, որ ոնց ասեմ, հնարավոր է միանշանակ, հնարավոր է, որ դե հաստատ էլի, ոնց ասեմ, միանշանակ հաստատ, բանը, ասենք եղել է Թրակիա ու ինքնից ոնց որ պահպանվել է, ինչ-որ ձևով ու եկել են բուլղարները ու իրանց անունով դա կոչվել է կամ դրանից առաջ եկած են եղել արդեն սլավոնական ցեղերը կամ ինչ-որ ցեղ, ինչ-որ ժողովուրդներ, չգիտեմ, սլավոնները եկել են ու իրանք այդտեղ տենց ոնց որ իրանցով են արել կամ միացել են այդ ամեն ինչին, հետո ու այդ են սահմաններ են, ոնց որ այդ սահմաններով հարմարվել են, պահպանել են այդ սահմանները, հետո եկել են բուլղարացիները ու ինչ-որ ձևով, ինչ-որ պատճառով այդ ամեն ինչը կոչվել է սկսվել
սկսվել է կոչվել Բուլղարիա։ Մի բան, որ ընդհանրապես հաստատ է, որ Բուլղարիա անվանումը թյուրքական ծագում ունի։ Այդպես տարբեր թյուրքական ցեղեր են եկել այդտեղ։ Դե չեմ կարծում, որ մեկ ցեղ է, էլի, ասենց ասեմ։ Ես ոչ չեմ պնդում տարբեր ցեղեր են եկել։ Ու սլավոններն էլ են եկել միջնադարում, սլավոնական ցեղերը ընդհանրապես իրանց այդ գալը այդտեղ ինքը ավելի ասենց բազմազան բան է։ Իրանք եկել են կենտրոնական ու հյուսիսային ու որոշները գուցե արևելյան Եվրոպայից եկել են այդտեղ։ Ներկայիս Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, չգիտեմ, Չեռնոգորիա, Խորվաթիա, Սլովենիա, դրանք, Բուլղարիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա ասացի։ Տենսում ենք, հիշում ենք, որ բաներում էլ են եղել, Բուլղարիայում էլ, պես գուցե հենց այդ ժամանակ են եկել կամ մոտավոր այդ ժամանակ Ռումինիայում։ Այսպես, ուղղակի ես այս վիդեոներում ձեզ բոլոր ժողովուրդներից, բոլոր ժամանակաշրջաններից ինչ-որ տեղեկություններ տվեցի։ Անտիկ ժամանակներում այնտեղ եղել են Իլերիայից խոսել եմ, եղել են իլերիացիներ, դակյացիներից խոսել եմ, եղել են դակյացիներ, Պանոնիայից խոսել եմ, եղել է պանոնիացիներ, ասենք, թրակիացիներից խոսել եմ, եղել են թրակիացիներ, սկյութներից խոսել եմ,